Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ճանապարհը մեզ դեպի Արագածոտնի մարզ տարավ, գյուղ ներքին բազմաբերդ։ Օրվա հյուրը խմբավար Մարինե Ալավերդյանն է։ Մարինե Ալավերդյան, խմբավար, ծնվել է 1996 թվականին Երևանում։ 2014-ից 2022 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի խմբավարական բաժնում, ստացել մագիստրոսի կոչում։ 2018 թվականին հիմնադրել է Դիվիզի երգչախումբը, որտեղ հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար և խմբավար։ 2018 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի միջին և ավագ երգչախմբերի հիմնադիրն է և խմբավարը։ 2022 թվականին հիմնադրել է երիտասարդ կոմպոզիտորներ խմբերգային ստեղծագործության մրցույթ փառատոնը։ Մարինե Ալավերդյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և մրցույթների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 2021 թվականին Art Music արվեստի միջազգային մրցույթ փառատոնում արժանացել է Grand Prix մրցանակին։ 2021 թվականին Իտալիայի Ադրիատիկ ծովի թագուհին միջազգային մրցույթում արժանացել է արծաթե մեդալի։ Մարինե Ալավերդյանը 2022 թվականից Միջազգային երգչախմբային երաժշտության ֆեդերացիայի և Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի անդամ է։ 2024 թվականից մինչ օրս Եվրոպական երգչախմբային ասոցիացիայի բարեկամներ խորհրդի անդամ է։ 2025 թվականից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում որպես ծրագրերի ղեկավար։ Ծավալում է ակտիվ հասարակական գործունեություն։ Բարև ձեզ։ Ես Մարինե Ալավերդյանն եմ, հասարակական գործիչ, դիրիժոր և նախագծերի ղեկավար։ Երևի թե հերթով այսպես գամ և անցնենք այսօրվա մեր բուն թեմային։ Բնականաբար ես իմ ճանապարհը սկսել եմ կոնսերվատորիայից, իմ կրթությունը կոնսերվատորիական է, բակալավր, մագիստրատուրա, հետո բարձրագույն կուրսեր և դրանից զատ նաև զբաղվել եմ զուգահեռ հասարակական գործունեությամբ, որի շրջանակներում ստեղծել եմ Հայաստանի Դիվիզի արվեստների սինթեզ մշակութային հասարակական կազմակերպությունը և հանդիսանում եմ նրա հիմնադիրը, նախագահը և այլն։ Զուգահեռ ստեղծել ենք նաև Հայաստանի Դիվիզի երգչախումբը և մանկապատանեկան նաև երգչախումբը զուգահեռ, որի նաև հիմնադիրն եմ, ղեկավարն եմ որպես դիրիժոր և նախագծերի ղեկավարը, սա իմ երրորդ կարծես մասնագիտությունն է, ուղղությունը, և դա շատ ինքնաբերաբար է ստացվել, քանի որ ես ինքս տարիների ընթացքում, լինելով հասարակական գործիչ, իրականացնում էի տարբեր նախագծեր և այդ փորձը մոտ 10-11 տարվա բերեց նրան, որպեսզի ես անցնեմ պրոֆեսիոնալ վերապատրաստում և արդեն որպես մասնագետ հանդես գամ։ Եվ այսօր ես կփորձեմ դիրիժոր և արանքում այսպես հասարակական գործիչ և նախագծերի ղեկավար այս ճանապարհները ոչ թե իրարից բաժանեմ, այլ իրար մոտ բերեմ և հասկանանք որքանով են նրանք հատվում և ինչ է հնարավոր ստեղծել։ Իմ հանդիպումները սովորաբար միշտ լինում են իմ երգչախմբի հետ, բայց ես շատ ուրախ եմ, որ այսօր ունեմ այն հնարավորությունը, որ ոչ միայն երաժշտություն կիսեմ ձեզ հետ, այլ նաև իմ սեփական փորձը և գիտելիքները։ Այսպես ես մի փոքր ունեմ պլան, թե ինչ ենք մենք այսօր մենք խոսելու, բայց եկեք սկսենք հենց առաջինից, որը որ տենց մեծ գրել եմ։ Առաջնորդություն։ Եկեք հասկանանք ով է առաջնորդը, դիրիժորը առաջնորդ է։ Դիրիժորը առաջնորդ է, ով է դիրիժորը։
Սկսենք տեղից երևի։ Եկեք հասկանանք, ով է դիրիժորը, մարդ, ով կանգնած է նվագախմբի կամ երգչախմբի առաջ եւ ղեկավարում է ընթացքը։ Դիրիժորի ֆունկցիան ինքը գալիս է նրանով, որ կարողանա առաջնորդի, ղեկավարի իր երգչախումբը կամ նվագախումբը։ Հիմա հասկանանք, որտեղ են խաչվում այս նախագծերի ղեկավար եւ դիրիժորություն, քանի որ երկուսն էլ ունեն իրանց մեջ մի կոմպոնենտ՝ առաջնորդություն։ Այսինքն դու պետք է կարողանաս քո թիմը մոտիվացնել, ոգևորել եւ այլն։ Հիմա ես խոսենք հմտությունների մասին, որոնք որ կապում են այս երկու մասնագիտությունները իրար։ Ձեր կարծիքով առաջնորդը ինչ հմտություններ պետք է ունենա, ձեռք եմ ակնկալում, տեղից պատասխան։ Փորձ։ Վատ պատասխան չի, բայց միջև փորձ ունենալը պետք է ինչ-որ հմտություններ ունենան, որ ինձ մի բան վստահեն եւ հասնեմ այդ փորձին։ Պետք է լսել բոլորի կարծիքը։ Ֆանտաստիկ պատասխան, իրոք ֆանտաստիկ։ Մեր մասնակիցը ասում էր, որ պետք է լսել բոլորին, այո։ Առհասարակ կյանքում դա մեզ շատ պետք է լսել բոլորին, իսկ ղեկավարի դեպքում դա անհրաժեշտություն է, ծայրահեղ անհրաժեշտություն, ինչ-որ բան նկատում եմ արդեն քեզանից, ինչ-որ կարող է պոտենցիալ ապագա ղեկավար լինես։ Այո, դա հմտություններից մեկն է եւ կարող ենք մենք մի քանի այսպես չափորոշիչներ դնել, անգլերենով մի քանի բան պետք է ասեմ, փորձենք իրար հետ թարգմանել, ուրեմն կարող ենք մենք մեր առաջնորդի հմտությունները բաժանել մի քանի ուղղությունների, դրանք hard skill-երն են, soft skill-երն են, ինչ է դրանից ենթադրում, hard skill-երը դրանք երևի թե կանվանեն կոշտ հմտություններ, դա իրանից ինչ է ենթադրում, որ մարդ ինչ-որ հմտություններ ձեռք է բերում, անգլերեն է սովորում, գնում է, չգիտեմ, ինչ-որ մասնագիտություն է սովորում, կատարելագործվում է ինչ-որ մասնագիտությունում, դրանք մենք կկոչենք ինչպես կոշտ հմտություններ, հա, hard skills։ Soft skill-երը, որը soft բառը հուշում է մեզ, որ դա փափուկն է, փափուկ հմտությունները դա այն հմտություններն է, որով մարդ ծնվում է։ Մեկը ծույլիկ, մեկը չափազանց պատասխանատու, մեկին ուզում ես 100 անգամ մի բան ասա, մեկը չի հասկանում, մեկը մի անգամից ասում ես հասկանում է։ Ու տենց լիքը հմտություններ պրիմիտիվ, մինչև կազմակերպվածություն եւ ամենակարևորը եթե խոսում ենք առաջնորդությունից, գալիս ենք նրան, որ ամենակարևոր հմտություններն են մեզ մոտ առաջին լսել թիմակիցներին, հասկանալ իրանց խնդիրները, շատ արագ տալ խնդիրներին լուծում, այսինքն կողմնորոշվելու կարողությունը, եթե ղեկավարը չունի կողմնորոշվելու կարողություն, դա բերում է ամբողջ թիմի եւ դեմոտիվացիայի, եւ խնդիրների ավելի շատացմանը, եւ այլ խնդիրների։ Որոշումներ կայացնող մարդ պետք է լինի ղեկավարը եւ չխուսափի դրանից եւ իր աշխատակիցների վրա չդնի պատասխանատվություն եւ հետո տենց կողքից ասի ես բան չեմ որոշել, ես կապ չունեմ, այդ ամենը իհարկե վատ օրինակներից է ղեկավար մարդու։ Ինձ իմ փորձը ցույց է տվել փաստորեն ինչպես է սկսվում նախագիծը եւ ինչպես է ավարտվում եւ ինչով են հաջողում ծրագրերը եւ ինչու կան անհաջող ծրագրեր կամ նախագծեր։ Եվ այս ամենի մասին մենք հիմա կխոսենք եւ առաջնորդությունը ինքը իր տեսակով, այսպես մենք խոսալով կգանք կհասկանանք, որ թե արվեստում, թե կյանքում ինքը շատ կարևոր դեր է կրում եւ առաջնորդությունը դա միայն նախագծեր ղեկավարելը չէ, առաջնորդությունը կարող է լինել ձեր դասարանում, ձեր ընտանիքում, այսինքն պարտադիր չի դուք միշտ առաջնորդ լինեք, բայց դուք կարող եք շատ նախաձեռնող լինել եւ ինչ որ բաներ, ինչ որ պատասխանատվություններ սկսեք վերցնել ձեզ վրա։ Եվ առհասարակ եթե մեր հասարակությունում շատանան նման մարդիկ, ովքեր ոչ միայն կխուսափեն, այլ նաեւ նախաձեռնողական կլինեն, դա կբերի շատ ավելի ամուր, շատ ավելի կդառնաք դուք ավելի կամային։ Ինչից կարող է սկսվել նախագիծը։ Նպատակից, իսկ նպատակը իր մեջ ինչ ունի։ Գաղափար, միտք, երբեմն երազանք, շատ լավ, փորձենք ավելի իրական օրինակների վրա դիտարկել, որ ավելի պարզ լինի, ինչ։ Խնդիր, այո, մենք կարող ենք խնդիր լուծել, կեցես։ Եվ այս ամենը իրականանում է մի փուլում, որը որ կոչվում է initiation, այսինքն նախաձեռնում։ Այսպես գրենք։
նախաձեռնում։ Այս փուլի ընթացքում մենք ինչ ենք անում։ Չգիտեմ, թեկուզ էքսկուրսիա ենք գնում, դա էլ է ծրագիր։ Դուք ամեն մեկը կարող եք պրոյեկտել ձեր իսկ պատկերացման վրա։ Մեր նախաձեռնողական փուլը, երեխեք ջան, կավարտվի այնտեղ, երբ որ մենք ստանում ենք մեր հաստատումը։ Այն փուլում, երբ որ ձեր գաղափարը հասել է այն կետին, որ այո, դա իրականանալու է, եւ մենք ձգտում ենք դրան, մենք անցնում ենք այս երկրորդ փուլ, որը կոչվում է planning։ Այսինքն մենք սկսում ենք ինչ անել սրանից հետո, պլանավորել մեր գործողությունները։ Երրորդ փուլը պլանավորումից հետո ուր ենք գնում։ Պլանավորել ենք ամեն ինչ, արդեն վերջացրել ենք, բոլոր պլանավորումները կա, ուր ենք գնում։ Սկսվում են աշխատանքները, այսինքն մենք գալիս ենք դեպի execution, որն էլ անվանում ենք իրականացման փուլը, հա։ Իրականացում։ Եվ այստեղից հետո մեզ մնաց երկու փուլ։ Իրականացրել ենք, նաև ունենք ինչ փուլ, ինչ ենք անում ենք ընթացքում։ Մոնիտորինգ ենք անում, հա, ստուգումներ ենք անում եւ վերահսկում ենք, այսինքն գալիս ենք այստեղ մոնիտորինգ եւ վերահսկում։ Եվ մեր ամենավերջի փուլը ինչ կկոչվի։ Փակում։ Եվ փակում ենք։ Սա հիմնականում մենք օգտագործում ենք բնականաբար շատ արդեն պրոֆեսիոնալ ծրագրերի շրջանակում, էքսկուրսիայի շրջանակում հաստատ բացի հաջորդ առավոտը դասին իրար գրկախ առնվելուց ուրիշ փակում չենք անի, իսկ մեծ ծրագրերի դեպքում մենք ամենակարևորը այստեղ ունենք մի բացի նրանից, որ մենք անում ենք reporting-ներ, մենք մեր հաշվետվություններն ենք ուղարկում, մենք ցույց ենք տալիս մեր անցած այս ճանապարհը, ինչ փուլերով է անցել, ինչ խնդիրների հետ է բախվել, նաև մենք ունենում ենք մի փաստաթուղթ, որը կոչվում է lessons learned, հա։ Այս փաստաթուղթը ինչի մասին է։ Պատկերացրեք, որ մի կազմակերպությունում իրականանում են բազմաթիվ նույնատիպի ծրագրեր։ Օրինակ, քանի որ ես հանդիսանում եմ այս պայծրությամբ նաև Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի ծրագրերի ղեկավարը, մենք ունենք 25 հատ ամսվա կտրվածքով մի դահլիճում կոնկրետ 25 հատ համերգ։ Եթե 3 ամիս առաջ ես ամեն անգամ այս նույն փուլերով անցնում եմ ամեն ծրագիրը, եթե 3 ամիս առաջ ես ունեցել եմ սխալ, որը որ թղթի վրա չեմ արձանագրել, մտքիցս թռել է, անցնում է 3 ամիս, ես նույն սխալը անում եմ։ Ես լավ եմ աշխատում, թե վատ։ Վատ։ Եվ այս փաստաթուղթը նրա մասին է, որ մենք մեր ծրագրի շրջանակում իրականացված եւ ջրի երես դուրս եկած խնդիրների մասին չմոռանանք, դրանք ֆիքսում ենք, գրում ենք ինչպես ենք տվել դրա լուծումները եւ անպայման գրում ենք, թե ինչպես պետք է կանխել, որ հաջորդ անգամ այդ խնդիրները չծագեն։ Հիմա այս ամեն ինչը նայեցին կարող ենք շատ ավելի երկար խոսել, բայց ես ուզում եմ մի հատ ձեզ ուրիշ բան ցույց տալ, որ սա սենց օդի մեջ չի։ Եվ մենք ունենք, չգիտեմ հայերեն իրականում այդ տերմինը ոնց կլինի, knowledge area-ներ, ինչ-որ ոլորտներ, որի միջով ամեն ոլորտ երևի թե անցնում է այս փուլերով։ Դրանք որոնք կլինեն։ Կլինեն մեր անելիքները, սկոփը, անելիքները անցնում են եւ նախապատրաստական փուլը, երբ որ մենք ձևակերպում ենք մեր գաղափարը, նպատակը, իր խնդիրները, եւ անելիքը անցնում է պլանավորման փուլով, ինչպես ենք մենք պլանավորում մեր գործողությունները, եւ անցնում է իրականացման փուլով բնականաբար մեր անելիքները, եւ մենք մոնիտորինգ ենք անում եւ վերահսկում ենք մեր գործողությունները եւ փակում ենք, ասելով, որ գործողությունները պատշաճ իրականացված են, ճիշտ է։ Եվ այսպես ունենք մենք 10 ոլորտներ։ Եկեք ոչ թե սրանք գրենք, որտեղ շատ երկար կլինեն, այլ մոտավորապես հիշելով թվարկենք։ Կլինեն դա մեր անելիքները, կլինի ժամանակացույցը, որը մենք հստակեցնում ենք, չէ, նա պլանավորում ենք, իրականացման ժամանակացույցն ենք սահմանում եւ այլն։ Էլ ինչ ունենք, բյուջեն, հա, ծախսերը։ Էլ ինչ կունենանք, երեխեք ջան, կունենանք, մտածում ենք։ Իրականացնողներ, կեցեք, ռեսուրսներ, տնօրենը գիտի ինչ ասում, ռեսուրսներ, որոնք պետք է անցնեն էլի այս փուլերով։ Մենք պլանավորում ենք, թե մենք ինչ ռեսուրսներ ենք ունենալու, իրականացման փուլում ովքեր, ինչպես, ինչ են
անում, ինչ պատասխանատվության շրջանակ ունեն եւ այլն, ռեսուրսներ, եկեք մի քիչ ավելի արագ թվարկենք, quality, այսինքն որակի ապահովում ենք պետք է ունենանք այս բոլոր փուլերում եւ ամենակարևորը ռիսկեր։ Եթե մենք չենք գնահատում մեր ռիսկերը, նշանակում է ինչ որ փուլում կամ կանգնելու է մեր նախագիծը, կամ ուղղակի ընդհանրապես տապալվելու է։ Շատ լավ, ես հիմա 5 հարց ունեմ եւ առաջին հարցը ով կուզենա ինքը պետքա կարդա եւ փորձի պատասխանել, միասին քննարկենք։ Որոշում ենք 30-ից մինչև հունիսի 15 պլանավորել փորձերը։ Եվ իմ հարցը հետևյալն է. նախաձեռնում, պլանավորում, իրագործում, մոնիտորինգի վերահսկում եւ փակում։ Որ փուլում է գտնվում այս հարցը։ Պլանավորում։ Պլանավորում, կեցեց, ես եթե պլանավորումը չդնեի, առհասարակ պետք է կողմնորոշվեինք, որ սա այստեղ է գտնվում, որտեղ եթե մենք սկսում ենք որոշումներ կայացնել, թե ինչպես, երբ, որտեղ արդեն նախագիծը ստացվում է կա, եւ մենք պլանավորման գործողության մեջ ենք։ Հաջորդ հարցը։ Համայնքի մշակութային վարչության ղեկավարը առաջարկում է համերգ։ Եվ քո կարծիքով որ փուլում են գտնվում։ Իրականացման երևի։ Մի հատ էլ կարդա։ Համայնքի մշակութային վարչության ղեկավարը առաջարկում է համերգ։ Առաջարկում է։ Նախաձեռնել։ Ապրես, որովհետև նա դեռ առաջարկում է, հնարավոր է եւ փաստաթղթային չի առաջարկել, առաջարկը չի ներկայացնել, եւ հավանաբար ինքն էլ ունի ղեկավար, ով պետք է հաստատի եւ միջև իր ղեկավարը չհաստատի, քանի որ մենք խոսում ենք համայնքի վարչության մասին, միջև մենք չհասնենք հաստատման փաստաթուղթը չունենանք, առաջ չեն կարող գնալ, հետեւաբար քո հարցը կեցես, նախաձեռնման փուլում էր, հաջորդ հարցը։ Տեխնիկան տեղափոխվում է մարզ։ Տեխնիկան տեղափոխվում է մարզ, որտեղ են գտնվում, խնդրեմ։ Իրագործում։ Իրագործման ապրես, շատ կեցես, որովհետև մենք արդեն պլանավորել ենք դա երբ պետքա գնա եւ արդեն տեղափոխվում է, շատ լավ, դու։ Միկրոֆոնը չի աշխատում համերգի օրը։ Իրագործում կարծում Բացի որ պետքա այդ ռիսկը հաշվի առնենք եւ ունենայինք երկրորդ միկրոֆոն, որտեղ են գտնվում։ Իրագործում երևի։ Չէ։ Մենք մոնիտորինգ ենք արել, հասկացել ենք, որ մենք այս փուլում ունենք խնդիր։ Դրա համար մենք ավելի շատ գտնվում ենք մոնիտորինգի փուլում եւ ինչ պետք է անենք հետեւաբար, այն որպես առաջնորդներ պետք է ինչ անենք։ Արագ արձագանքենք եւ լուծենք խնդիրը, հատկապես եթե մենք գտնվում ենք մարզում, դա պետք է նախորոք մտածել, բայց եթե առավել եւս կա արկա խնդիր, արագ արձագանք ենք տալիս եւ մաքսիմալ փորձում ենք ճիշտ լուծում տալ, շատ լավ։ Համերգից հետո lessons learned պատրաստել։ Lessons learned պատրաստելը։ Այս այն է, ինչի մասին ես խոսում էի, քո բախտաբերես դու այս հարցի պատասխանը գիտես, եւ որ փուլում է գտնվում lessons learned փաստաթուղթը։ Փաստաթղթի պատրաստումը իրագործում, հա։ Չէ, փակում, հա։ Ապրես։ Ես այնքան ուրախ եմ, որ այսքան ուշադիր մարդ է լսել ու այսքան ճիշտ պատասխաններ է հնչում։ Փակում, բայց քանի որ քո հարցը հեշտ էր, ես եւս մի հատ հարց կտամ քեզ։ Սա փակման մեջ էր, իսկ ինչ էր իրանից ենթադրում lessons learned փաստաթուղթը։ Որ մենք որևիցե կազմակերպության հետ ինչ-որ փաստաթուղթ ենք, համագործակցության փաստաթուղթ ենք կապում, հա, սա։ Այդ փաստաթուղթը կարելի լիներ ինչ-որ ստեղ միտեղ նախաձեռնված։ Կրկնում եմ, շատ կարևոր է ինձ համար, դրա համար եւս մեկ անգամ խնդրում եմ, որ մենք սա ֆիքսենք։ Lessons learned փաստաթուղթը դա մեր ունեցած մոնիտորինգ արած սխալների փաստաթուղթն է, ինչ խնդիրներ ենք մենք ունեցել, ինչպես ենք տվել դրա լուծումները եւ եթե մենք ունենանք նմանատիպ օրինակ նախագծեր, ինչ ենք անելու, որ այդ խնդիրները նորից ի հայտ չգան։ Սա էլ ֆիքսեցինք։ Անչափ շնորհակալ եմ։ Դժվար չէր կին լինելով դիժական ցավեղել, այո։ Շատ գեղեցիկ հարց է, որովհետև
Այդպիսի կարծրատիպ կա, բայց ի ուրախություն ինձ այդ կարծրատիպը շատ վաղուց կոտրվել է եւ մենք ունենք աշխարհով մեկ ֆանտաստիկ կին դիրիժորներ եւ եթե մասնավորապես իմ դեպքի մասին խոսենք, ես երգչախմբային ակադեմիական երգչախմբի դիրիժոր եմ եւ ի ուրախություն ինձ մեր բաժնում շատ են կին դիրիժորները տղամարդիկ ավելի շատ նախընտրում են նվագախմբային դիրիժորություն եւ շատ նվիրալներ, ովքեր որ սիրում են երգչախմբային արվեստը, նաեւ նախընտրում են երգչախմբային դիրիժորություն։ Դուք այսքան երիտասարդ տարիքում դժվարություններ տարելով ո՞նց եք վստահեցրել, որ մարդ ձեզ վստահի։ Ինձ թվում է այդ հարցի պատասխանը մենք այսօր մեր քննարկման ժամանակ էլ ստացանք, բայց այո, ես միշտ հասնում եմ վստահությանը բացառապես իմ գիտելիքների եւ մենք չխոսեցինք եւ կարող եմ նաեւ հիմա նշել մարդկային ճիշտ հաղորդակցման շնորհիվ, այսինքն պետք է միշտ հարգել դիմացինի սահմանները, միշտ ցուցաբերել հարգանք դիմացինի նկատմամբ, միշտ համոզված չլինել, որ դու ես ճիշտը, այլ փորձել հասկանալ ինչու է դիմացինը մտածում, որ ինքը ճիշտ է, դա ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Եվ այս ամեն ինչը եւ գիտելիքները եւ փորձը եւ մի քիչ էլ ժամանակը իրենը անում է եւ այդ վստահությունը ինքնստինքյան գալիս է։ Երբևէ հոգնում եք այդ ճանապարհին եւ ինչն է ձեզ ուժ տալիս, որպեսզի շարունակեք այդ ուղղությունը։ Շուշան ջան, ես ուզում եմ քեզպես անունով հատուկ դիմել, որովհետեւ, չգիտեմ, ուժի մասին ես խոսում, հենց ուժ եմ ուզում փոխանցել ու ստանալ եւ այս դրա մասին է ուժը։ Ուժը այն չի, որ դու տանը նստած քեզ ուժ է գալիս։ Ուժը նա է, որ այսօր ես եկել եմ այստեղ, այսքան հրաշալի երիտասարդություն է նստած, մանկավարժներ, լսում ենք, մտքերով ենք փոխանակվում եւ ուժը սա է, ուժը ինքն իրան չի գալի, ուժը պետքա փնտրել։ Եվ եթե այսօր ես չի գա այստեղ, ես այս ուժը չէի ստանա եւ ինձ համար նաեւ քառապատիկ ուժ պետքա լինի հավատալ, որ այստեղից նոր առաջնորդներ են ծնվելու։ Կա որևէ պատմություն կամ անձ, որը դարձել է ձեր մասնագիտության մոտիվացիայի աղբյուրը։ Կարծում եմ, այո, բոլոր մասնագետների հետևում կանգնած է ինչ-որ մի ուժ, թիկունք, մարդ եւ այո, իմ կյանքում կան այդպիսի մարդիկ, դրանք շատ են, բայց ես քանի որ իմ առաջի քայլերը արել եմ Էդգար Գյանջումյանի այսպես թաթու գլխին դրած ներքո եւ ինքն է ինձ առաջինը հավատացել, կուզենայի իր անունը տալ եւ իմ խմբավարության դասախոս Կարինե Արաքելյանի անունը կուզենայի նշեի, ով 14 տարեկանում ինձ մեջ տեսավ դիրիժոր եւ 14 տարեկանից ինձ կանգնացրեց բեմի վրա եւ ասաց դու պիտի ղեկավարես։ Շատ տպավորիչ էր այս դասընթացը առաջնորդության մասին, այն մեզ շատ պետք կգա ինձ թվում է մեր հետագա աշխատանքի ընտրության համար։ Շատ հետաքրքիր ու սոցիալական նախագիծ էր ու ես վստահ եմ, որ նախագծից հետո դուրս կգան ստեղից այնպիսի մարդիկ, որոնք որ իրոք մեր երկրին օգուտ կտան, իսկ ովքեր որ դուրս չգան այդ թեքումով, հաստատ իրենց կյանքում մեծ ձեռքբերումների կհասնեն։ Ինչ շատ հաճելի էր ունգտլեր Մարինա Ալավերդյանին։ Ես շատ ուրախացա, որ մասնակցեցի այս ծրագրին։ Մենք շատ գիտելիքներ ստացանք, թե արվեստի, թե կառավարման ոլորտում։ Շատ ոգևորվեցի, ուրախացա, որ կարողացա լսել այսպիսի հաճելի մարդու ու նաև տարբեր մարդկանց կարծիքներ ու վստահ եմ, որ ապագայում դրանք շատ պետք կգան։ Այս ծրագիրը մեզ շատ բան է սովորեցնում եւ կարող ենք լինել շատ լավ կառավարիչ։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ, Լուսաբաց, թե մայրամուտ։ մայրամուտ, Սուրճ, թե թեյ։ սուրճ, շատ, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ պլանավորում, Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ լռություն, Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ փոքրիկ իշխան, Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ օրացույց, Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Բրամս, Որ քաղաքում կցանկանայիք ապրել։ Պերոնը, Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։
Եվ միտք եւ զգացողություն։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Սիրուց։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Համայնք։ Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ Նվիրվածության։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Առաջնորդել։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Երբեք մի ասա երբեք։ Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Լռելը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Խնայեք միմյանց։